Արարատ Արմենիան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է։ Ռիգայում կայացած որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Հայաստանի չեմպիոնի համար ծանր փորձություն էր։ Հանդիպումն անցավ լարված ու ծանր պայքարում։ 8-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանն ինքն իր համար հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ստեղծեց, սակայն նրա հարվածից հետո դարպասապահը փրկեց։ 14-րդ րոպեին մրցակիցը բացեց խաղի հաշիվը օգտվելով մեր խաղացողների սխալից։ Գոլի հեղինակ դարձավ Յագու Սիկեյրան։ Խաղակեսի վերջնամասում Ռիգան վերականգնեց դիմակայության հավասարակշռությունը։ Տանտերերի երկրորդ գոլը հեղինակեց Ահմեդ Անկրյան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Շաղոյանն ուղեց առաջին կեսում թույլ տված սխալն ու գրավեց մրցակցի դարպասը։ 64-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Սանդրո Լիման, հավասարեցնելով խաղի հաշիվը։ Հանդիպման վերջնամասում Ռեժինալդո Ռամիրեսը 11 մետրանոց հարվածով խաղում հաղթանակ պարգևեց Ռիգային, բայց միայն այդքանը։ Արարատ Արմենիան երկու խաղերի արդյունքում հաղթեց 4-3 հաշվով ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։ Ինձ համար այս երկու խաղում մեր թիմի ամենանկատելի խնդիրը նորեկների ադապտացման հարցն էր։ Պետք է ասեմ, որ անուններով ու ներդրումներով Ռիգայի կազմը ավելի լավն էր եւ նմանատիպ խաղերում շատ կարեւոր է, որ թիմը հաղթի ճիշտ որոշումների արդյունքում, թե մարզիչների, թե ֆուտբոլիստների։ Կարող եմ ասել, որ երկու խաղերում էլ մենք ճիշտ որոշումներ ենք կայացրել եւ դրա շնորհիվ էլ հաղթեցինք։ Խաղից հետո Ժիրայր Շաղոյանը նշեց, առաջին խաղակեսում բաց թողած պահից հետո ցանկությունն ավելի շատ էր գոլ խփելու։ Իրականում գիտենք, որ շատ ծանր լինելու, բայց որ այդքան արագ երկու գոլ բաց կթողնեինք, ընդհանրապես չէինք պլանավորել, մենք եկել էինք հաղթելու համար, քանի որ մենք զգում էինք, որ իրենցից ոչ մի բանով թույլ չենք, բայց ամեն կերպ ուզում էի իրենց անել, որ սխալը սողեի ու ստացվեց, կարևորը հաղթեցինք։ Արարատ Արմենիան հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը եւ շարունակում է պայքարը ամենահեղինակավոր Եվրագավաթում։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին հաջորդ փուլում սպասվում է նոր մրցակից եւ նոր մարտահրավեր։ Նպատակը շարունակում է մնալ նույնը՝ հաղթահարել հաջորդ փուլն ու ավելի բարձր նշաձող սահմանել Եվրոպայում։